պատրվագով մտել են վեհարան, հետագա գործողությունները չգիտենք ինչ կլինի, միգուցե վերադասության ստանան, վեհարանի հանդեպ է ոտնձգություններ անեն, դրա համար խնդրում եմ ժողովրդին տեղեկացնել, որպեսզի ժողովուրդը աջակցությունը հայտնի վեհարանին, Էջմիածին, գնան այնտեղ հավաքվեն, որպեսզի ապօրինի գործողություններ չկատարվեն։ Սրբազանը ներսում չէ։ Չէ, ներսում չէ։ Նաև ներկայացուցիչ կա Սրբազանի կողմից։ Սրբազանի կողմից ներկայացուցիչ չկա, ես իմացա, որ օրենքի պահանջով պետք է մի հոգի ներկայացուցիչ լինի, սակայն առաջարկի ոստիկաններին մտնել չթողեցին, արգելեցին, իմ մուտքը խոչընդոտեցին, ես ֆիքսել եմ կոնկրետ որ ոստիկանն է խոչընդոտել, որ ես օրենքի պահանջի ներսում ոչ ոք չկա, իրենք ասում են, որ աշխատակիցներից մեկը կա, երևի պահագն է, բայց չեմ կարծում, որ այդ մի հոգին բավարար է։ Մի հոգի պատահական աշխատել է եղել, այդ պահին այդտեղ է եղել, երևի հիմա ներս։ Իսկ երբանից սկսվեց։ Ես փորձել եմ, չեմ թողել, արգելել եմ մեզ մտնել, ինչպես նաև պատգամավորներին մնացած մեկին։ Իսկ երբանից է սկսվել այս խուզարկությունը։ Մոտավոր ժամը 8:30-ից արդեն ես եմ իմացել, թե դրանից առաջ է եղել չգիտեմ։ Դիմակավորված անձինք են։ Ես դիմակավորված անձանց չեմ տեսել, ես որ եկել եմ արդեն երևի դիմակավորվածները վերևում են։ Ներքևում սովորական դիմակով կամ առանց դիմակ մարդիկ են։ Աբրես։ Դուք կներկայանաք։ Արտաշես Սայբավա Կաճապարյան, ծառայում եմ Շիրակի թեմում 7-րդ եկեղեցի։ Ներսում չէ, Սրբազանը Քաղաքում էլ չի ասացին։ արձակուրդում է չգիտեմ։ Իսկ ոստիկանությունը հիմա գնացել է վեհարանում է իրեն քննին։ Դե իրենց պատրվակ էր, պետք շատ էին երազում վեհարան մտնել, երևի մահագներով, ինչպես որ Հիսուսի հետևից գնացին, չէ մահագներով, թերերով, այնպես հիմա մահագներով ու թերերով սեփական ժողովուրդը ելել գնում է վեհարանը մտնում։ Այսինքն Հայաստանի Հանրապետությանը ծառայող ոստիկանական ուժերը այսօր փաստացի Հայաստանի Հանրապետության շահերը չեն սպասել, քանի որ իրենց վերադասը մոլաների կողմից է առաջնորդվում, այնտեղ Այաթոլլան ինչ-որ մի բան է ասում, չէ Այաթոլլան չէ գնել այդ իրենց առաջնորդն է ինչ-որ բան ասում, ու այստեղ արդեն այդ հրամաններն են կատարվում։ Այստեղ աջակիցներից ձերբակալեցին, մհերին ձերբակալեցին, դե բնական է իրենց սև գործը անելու է, մնաք ձերբակալել են։ Բայց մայրն ինչ արեց, կանգնած չէր։ Դե խոսում է երևի, խոսալ չի կարելի։ Իրենց կաբիգ առաջնորդը երբ որ ժամանակին փողոցներում կաբիգություն էր անում, երբ որ իրեն բռնում էին, ճղճղում էր։ Հիմա այդ մարդիկ որ խոսում են, բազում չի կարելի։ Իրեն կարելի է կաբիգություն անել, ելնել իշխանություն զավթել, կաբիգությամբ, իսկ հիմա որ մարդիկ խոսում են այդ ակտիվիստություն են անում, հիմա արդեն արգելված է, իրավից հետո դուռը փակել է արդեն, հեղափոխություն չի կարելի անել, փողոցները փակել չի կարելի, այսքանը։